Պատմաբան Սուրեն Սարգսյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանն ամիսներ շարունակ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ զորամասերում դասախոսություններ են իրականացնում։ Նրանք այսօր վստահեցրեցին, որ բանակում դրականի միտում կա, սակայն խնդիրները ևս բազմազան են։ Բանակը ունի հազարավոր խնդիրներ, որոնցից առաջինը հանդուրժողականությունն է, համակերպությունը, որ այդքան մարդ կարողանան իրար հետ ծառայել եւ իրար հետ այսպես ճանապարհ գնալ։ Զարգացածության տարբեր աստիճաններ, կոպտություն, վիրավորանք, չորություն, ընդ որում դա եւ զինվորներն իրենք իրար մեջ, հին զինվորները նոր զինվորների հետ կապված եւ սպայական կազմը։ Միշտ չէ որ այսպես կիրթ բարեկիրթ հարաբերություններ են։ Սուրեն Սարգսյանը հավատացած է, որ բանակում տեղ են գտնում այն անօրինությունները, որոնք առկա են մեր հասարակությունում։ Մենք բոլորս ապրում ենք մեր երկրում, մեր քաղաքում եւ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ թեկուզ ավտոմեքենա վարելու ընթացքում կան արտոնյալներ եւ կան օրինապահ վարորդներ։ Եվ այդպես շատ բնակավարներում, ընդհանուր նաեւ բուհական համակարգում կան ուսանողներ, որոնք տարիներ շարունակ ոչինչ չեն անում, բայց ավարտում են ու հետագայում էլ անմիջապես աշխատանք են ընդգրկում։ Ես կարծում եմ ու համոզված եմ, որ մեր կյանքի այդ բոլոր հակասություններն ու թույլ տվեք ասել նաև հակադրությունները իրենց դրսևորումն են գտնում նաև բանակում։ Բանախոսներն այն կարծիքին են, որ պատանին բանակ գնալիս եւ վերադառնալիս պետք է լավ հուշերով եւ կայացած մարդ վերադառնա։ Ոչ թե օրերը հաշվի, թե երբ պետք է տուն գնա։ Իսկ բանակային անկարգություններում իր մեղքի բաժինն ունի նաև այն սպան, ով իր գործի նվիրյալը չէ։ Ճիշտ է ընկալվում եւ որպես հրամանատար իր դիրքում է լինում բոլոր այն դեպքերում, երբ նա բոլոր զինվորներին անխտիր վերաբերում է որպես իր երեխաների, իր կրտսեր ընկերների։ Հակառակ դեպքում մենք ունենք այն, ինչ ունենք։ Մտավորականները վստահեցրեցին, որ բանակում կան այնպիսի տղաներ, ովքեր լի են քաջությամբ, հայրենասիրությամբ եւ ամեն գնով պատրաստ են պահպանել հայրենի սահմանները։ Թիկունքային զորամասեր երկու զինվոր մոտեցան ինձ եւ հետեւյալն ասացին։ Ասացին մերը թիկունքային է եւ պահեստային զորամաս է։ Խնդրում եմ դիմեք մեր ղեկավարներին, թող մեզ տանեն առաջինքից, որ մենք իրականում ծառայենք մեր հայրենիքին, իմանանք ինչ ենք անում։ Արմեն Հիկարյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։